Պապիկյան սահմանային իրավիճակի մասին ինչտեղ սահմանային իրավիճակի վերաբերյալ ում են պատասխանում Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն ներողություն քանի որ ներքևում ես գործընկերուն խոստացել եմ թողեք ինքս Շնորհակալություն պարոն Պապիկյան հետո եք դուք եք եղեք դուք Շնորհակալություն պարոն Պապիկյան Պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ հերթին է տարածում որ հայկական կողմը չի կրակում Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ մենակ արբանյակներին նկարացնեն որ հայկական կողմը չի կրակում որևէ գործողության չի դիմում արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին դրա համար պետք են տեսագրություններ իսկ քանի որ մեղադրողը մենք չենք այլ մեր հարևաններն են մենք դրա համար ասում ենք եթե ունեք ապացույցներ տեսանյութեր տրամադրեք մեզ մենք պատրաստ ենք ուսումնասիրել հետաքննել մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ Իսկ ինչու դուք չեք ուզում ապացույցներով դուք խոսեք մեր պաշտպանության նախարարությունը խոսենք չեղած բանի մասին չեղած բանի ի՞նչ է ապացույցը Իսկ Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ կա թե ոչ չկա Սահմանում ինչ է նշանակում Այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում Ես չեմ կարող գնահատական տալ թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն մենք մի վարքյան Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա Եթե կլինեն փաստեր մենք պատրաստ ենք ուսումնասիրել հետաքննել Այլ բան հարցերից գործընկերս կա արդյոք ռազմական գործողություններից Հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ Այսինքն չեն հնչել կրակոցներ բառ նախարար սոտքի ուղղությամբ Ադրբեջանական կողմը ինչու է հիմա Ժողովուրդ եկեք բոլորը եկեք Հիմա կրակել է թե չեն կրակել պարոն Ասում եմ Եվ կրակել անկախ նախկինում ունեցած պաշտոնից ներկա պաշտոնից ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են Այսինքն չեն կրակել նախարարության հետ։ Ես պատասխանում շատ կարճ արդյոք տեսնում ինչու են ապատեղեկատվություն տարածում Ես հիմա ով պիտի խոսա արդեն իսկ հայտարարել է որ Ձեզ չի մտահոգում հանդիպում շնորհակալ Պարոն Պապիկյան, ինչու է Բաքուն հիմա նման գործողությունների մասին խոսում եւ խաղաղության պայմանագրից է խոսքը գնում։ Պարոն Պապիկյան, թոկաբորբից զինվոր էր մահացել, ինչու պատշաճ չի ապահովում զինծառայողների առողջական վիճակը։ Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Բայց պատշաճ ինչու առողջական հարցերով չեք զբաղվել։ Ամենօր իրատես արդյունքներով հարցվողների 72%-ը վստահում են ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրություններով պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գործունեության ցուցանիշով ոստիկանությունը իրավապահ համակարգի մարմինների շարժում առաջին դիրքն է զբաղեցնում։ Պիտի նշեմ, որ ընթացս նաև այս փոփոխությունները կառավարելու եւ արդյունքները ամրապնդելու տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե բարեփոխումները ինչ ուղղությամբ են անշարժվելու եւ այս տեսանկյունից արդեն ընդունվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը, որը ծախսվում է 2026-ից 2026 թվականների հերթական շրջանները։ Սա նպատակ ունի հանրայնորեն նաև ռազմավարական փաստաթղթի տեսքով մեր հանրությանը ներկայացնել այն բոլոր նվաճումները, որոնք որ եղել են 2026
20-22 թվականի նաև ռազմավարությամբ եւ նաև այն ուղենիշային ուղղությունները ցույց տալու, որոնք որ պիտի մինչև 2026 թվական ըստ էության մեր կողմից իրականացվի։ Պիտի փաստեմ, որ նաև բավական լավ արդյունքներ ունենք ազգային ժողովի հետ համատեղ նաև քննարկած նախաձեռնության ընդունման արդյունքներով, երբ որ մենք էլեկտրոնային ծանոթման ռեժիմը եւ նաև վրա հասած վարչական պատասխանատվության ձևով նշանակված տուգանքի արագ վճարման կանոնը, որպես քաղաքացիների ավելի պատշաճ վարքագծի ցուցաբերման ցուցանիշ խթանում էինք եւ նախատեսել էինք, որ եթե անձն նախընտրի էլեկտրոնային ծանոթում, ապա 20% նվազ կնշանակվի հիմնական տուգանքը եւ եթե վճարվի տուգանքը 15 օրվա կտրվածքով, ապա 30% նվազեցում եւս կլինի հիմնական չափից։ Եվ պիտի փաստեմ, որ մայիսի 1-ից ուժի մեջ մտած այս բոնուսային բաղադրիչի արդյունքում արդեն իսկ շուրջ 90,000 քաղաքացի օգտվում է 20% բոնուսային բաղադրիչից, ինչը կարծում եմ վատ թիվ չէ այս պայմանությամբ եւ մենք պիտի շարունակենք խթանել այս ոչխակազմի կիրառումը։ Իսկ 15 օրվա ընթացքում տուգանքը 30%-ով նվազ վճարելու հնարավորությունից մինչ այսօր օգտվել է 403,490 քաղաքացի։ Այս տեսանկյունից շատ ավելի լավ դեպքեր են գտնվում, որովհետև քաղաքացիներն ավելի շատ են ուզում այս բոնուսային բաղադրիչից, բայց պիտի անընդհատ շարունակենք հետևողական աշխատանքը, որպեսզի թվային լուծումներից օգտվելը ևս դառնա նախընտրելի մեր քաղաքացիների համար։ Բնականաբար ընթացիկ տարում շարունակվել են անվստահորման աշխատանքները։ Ադրբեջանական կողմեր կխոսենք, բայց Ասացիք պատերազմի վտանգ տեսնում եք, թե չէ։ Պարոն Գրիգյան, պատերազմի վտանգ տեսնում դա եք։ հրապարակային է։ Բայց այն ժամանակ ասում էր Բաքվետ ուղիղ Այսինքն արգելի գործընկերներ, ասում էր Փաշինյանը Բաքվետ ուղիղ հաջորդ անգամ ավելի երկար կխոսենք։ Լրագրողների հետ կապված էին ուզում հարցնել ձեզ, որ մարգարետ, օրինակ իրանց գնալու համար պարոն Գրիգորյան, ազգային անվտանգության ծառայությունը մեր կողքից տեղ չի գնում, բայց արդյունքներով հարցվողների 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրություններով պետական կառույցների աշխատանքի նկատմամբ ֆինանսական ցուցանիշով ոստիկանությունը իրավապահ համակարգի մարմնի շարժում առաջին դիրքն է զբաղեցնում։ Պիտի նշեմ, որ ընթացից նաև այս փոփոխությունները կառավարելու եւ արդյունքները ամրապնդելու տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե բարեփոխումները ինչ ուղղությամբ են առաջնորդվելու եւ այս տեսանկյունից արդեն իսկ ընդունվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը, որը ծախսվում է 2026-ից 2026 թվականների թվական շրջանները։ Սա նպատակ ունի հանրայնորեն նաև ռազմավարական փաստաթղթի տեսքով մեր հանրությանը ներկայացնելու այն բոլոր նվաճումները, որոնք որ եղել են 2020-22 թվականի նաև ռազմավարությամբ եւ նաև այն ուղենիշային ուղղությունները ցույց տալու, որոնք որ պիտի մինչև 2026 թվական ըստ էության մեր կողմից իրականացվի։ Պիտի փաստեմ, որ նաև բավական լավ արդյունքներ ունենք ազգային ժողովի հետ համատեղ նաև քննարկած նախաձեռնության ընդունման արդյունքներով, երբ որ մենք էլեկտրոնային ծանոթման ռեժիմը եւ նաև վրա հասած վարչական պատասխանատվության ձևով նշանակված տուգանքի արագ վճարման կանոնը, որպես քաղաքացիների ավելի պատշաճ վարքագծի ցուցաբերման ցուցանիշ խթանում էինք եւ նախատեսել էինք, որ եթե անձն նախընտրի էլեկտրոնային ծանոթում, ապա 20% նվազ կնշանակվի հիմնական տուգանքը եւ եթե վճարվի տուգանքը 15 օրվա կտրվածքով, ապա 30% նվազեցում եւս կլինի հիմնական չափից։ Եվ պիտի փաստեմ, որ մայիսի 1-ից ուժի մեջ մտած այս բոնուսային բաղադրիչի արդյունքում արդեն իսկ շուրջ 90,000